Հարգելի հետևորդներ, այս պահին կզրուցենք ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Տիկին Մկրտչյան, նախ որպես ՀԱԺ նախկին պատգամավոր, այս քաղաքական իրադարձություններին ինչ գնահատական կտաք, արդյոք հետևում եք ազգային ժողովի նիստերին ու ձեր որակմամբ արդյոք լեգիտիմ է թե ոչ ներկայիս ազգային ժողովը։ Ես անկեղծորեն կուզենայի, որ դա լիներ ամենակարևոր հարցը, այսինքն Հայաստանում լիներ մի քաղաքական իրավիճակ, լիներ Հայաստանում իրականություն, որտեղ կար իրավականություն, օրինականություն, ու մենք զրուցենք դրա մակարդակների մասին։ Ես շատ անկեղծ եմ ասելու, որ այսօր Հայաստանի քաղաքացիները ապրում են մի բանտում, որտեղ նշանակված է բանտապետ Նիկոլը թուրքահպատակ, որի նպատակը միայն մեկն է՝ Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիների գոյությունը ապա լեգիտիմացնել։ Այստեղ մեր հայրենիքում մեր ապրելը Նիկոլը պիտի դարձնի ապա լեգիտիմ։ Այսօր էլ կառավարությունից, այսպես կոչված այդ կառավարության նիստից հետո իջել է եւ հայկական բնակավայրերը անվանել է թուրքական անուններով։ Նույն բանը ինքը անելու է Երևանի եւ Երևանում գտնվող տարածքների հետ կապված։ Մեզ սա է սպասվում, ինքը սրա մասին է, ազգային ժողովի լեգիտիմության հարց։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը զավթված է։ 2018 թվականից մեր իրականությունը չի փոխվում եւ այն գործակալական ցանցը, որ Հայաստանում կարողացել է զավթել իշխանությունը, առաջի տարիներին խաբելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թույլ չտալով որպեսզի տեսնեն իրականությունը, հիմա արդեն այլ մեթոդաբանությամբ ուղիղ ասելով, որ վեր ընկեք տեղներդ, որովհետև այլընտրանքային վարքագիծը ուղիղ տանելու է ձեզ բանտ, ուղիղ տանելու է խոշտանգումների, ուղիղ տանելու է այն իրավիճակին, որը այսօր հակակոռուպցիոն դատարանում տասնյակ քաղաքական բանտարկյալներ դակվում են ուղղակի Նիկոլի քննիչի եւ դատախազի ցանկություններով, իրենց հրամաններով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում խոսել օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, դրա բովանդակության մասին ես իրականում մեծ շռայլություն եմ համարում, անկեղծ եմ ձեզ ասում, որովհետև Նիկոլը զավթել է ազգային ժողովը, Նիկոլը զավթել է գործադիր իշխանությունը, խորհրդարանական դիվանագիտություն կլինի, արտաքին քաղաքական գերատեսչության մասին կխոսենք, դրանք բոլորը այսօր Հայաստանում ցավոք սրտի կապ չունեն հայկական շահի եւ հայկական իշխանության հետ, սպասարկում են թուրք-ադրբեջանական ծրագրերը, որոնց համար կոչված այստեղ Նիկոլը։ Բայց Տիկին Մկրտչյան, այսօր Փաշինյանը վստահեցրել է, որ մենք թևակողում ենք 4-րդ հանրապետություն եւ 3-րդ հանրապետության տրամաբանությունը ստեղծում են թե կոնֆլիկտային էր, ապա 4-րդին խաղաղության։ Դուք չեք զգացել այդ 4-րդ հանրապետության շունչը։ Զգացել եմ, այդ 4-րդ հանրապետությունը նվաստացած հայի, ծնկած հայի, Նիկոլին եւ Թուրքին ենթակա հայի, պարտված հայի մասին է։ Իսկ Հայաստանի անկախ հանրապետությունը, 3-րդ հանրապետությունը հաղթած արժանապատիվ հայի մասին էր։ Նիկոլի պատկերացրած հանրապետությունն այսպիսին է՝ Երևանում տանջվող հայեր, Բաքվի բանտերում տանջամա արվող հայեր։ Սա է իր տեսլականը յուրաքանչյուրիս համար, ընդ որում այսօր արդեն անթակույց, եթե իր կառավարության ծրագիրը կարդանք, հենց դրա մասին է։ Հայը պիտի լինի անհավատ, չպիտի լինի հայ առաքելական եկեղեցին, հայը պիտի լինի անհայրենիք, պիտի չունենա ազգային պետություն, հայը չպիտի ունենա իրավունքներ եւ պիտի ունենա ուղղակի թուրքին եւ ադրբեջանցուն այս միջանցքում ծառայելու տրամաբանություն, ծառայելու ստրուկը լինելու։ Այսինքն Փաշինյանը ուղիղ ասում է։ Ես ձեր հետ տեղանունները այսօր ադրբեջանական անունը։ Այո, ես Տիգրանաշենն էլի ադրբեջանական անունը օգտագործած, ինքը ուղիղ է ասում, այլոք ինչ են անում, այսինքն արդյոք մաս չեն կազմում նաև իր իշխանությունը լեգիտիմացնելու։ Ես երբևէ մաս չեմ կազմել, մեր ուժը երբևէ դրան մաս չի կազմել, որովհետև 2018 թվականից շատ պարզ ու հստակ ասել ենք, թե ինչ է կատարվում եւ ինչի մասին է, ու այս բռնաճնշումները, որ մեկ վայրկյան գետ հանրապետականի նկատմամբ չեն դադարում, Սերժ Սարգսյանի նկատմամբ կարված կեղծ քրեական գործերը, որ ամեն ամիս ուղղակի ավելանում են, հենց դրա մասին է, որ մեզ դա չեն կարողանում ներել, այդ ճշմարտության մասին խոսելը չեն կարողանում ներել, ու այո, ես ամբողջությամբ ձեզ հետ համաձայն եմ, ասեցինք, որ 2018 թվականից դեռ թաքցնում էին, ինչ-որ շղարշներ կար, հա, այս կառավարության դուրը ձեր դուրն է, ուզում եք ջարդեք, ուզում եք մի ջարդեք, հիմա խնդրեմ, քաղաքացիները հավաքվել են 2 ժամ առաջ կառավարության շենքի մոտ, կարողացել են մոտենալ այդ կառավարության շենքին, չէ, ծեծ ու ջարդով իրենց այդ Նիկոլա հպատակ տարբեր գույնի գլխարկներ հագնող կենթանիները հեռացրել են ուղակի, թույլ չտալով անգամ գնալ են կառավարության դռան ընդառաջ, որը իբր Նիկոլը բոլորինս էր հռչակել։ Այսօր էլ էլի ասում էր։ Այդպես է, դահիճը միշտ ծաղրում
ծաղրում է իր զոհերին, անգամ բռնությունից հետո ինքը շարունակում է ծաղրել մեզ, մեր ժողովրդին, ծաղրել մեր սրբությունները, ծաղրել մեր հավատը։ Սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք իրեն չկարողանանք հաղթել, չկարողանանք վռնդել իր զավթած աթոռից։ Ես անիմաստ հույսերի մասին չեմ խոսելու կամ ինչ որ բարեկիրթ ձևակերպումներ չեմ օգտագործելու, որովհետև իրականությունը մի բանի մասին է, կամ գոյատևում է հայ ժողովուրդը ազգային պետությունը վերականգնելով, կամ Նիկոլը բոլորիս քանդում եւ քայքայում է տանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հպատակությանը։ Շնորհակալություն։ Հայտարարեցին, որ կաթողիկոսի հեռացման հարցի վերաբերյալ հենց հանրությունն է իրենց քվե տվել եւ ձայն տվել, որ իրենք հեռացնեն կաթողիկոսին, եւ կառավարության ծրագրում նրանք գլուխ նվիրեցին, որպեսզի կաթողիկոսին հեռացնեն։ Արդյոք ընդդիմությունը կկարողանա ճիշտ ճնշում գործադրել եւ այդ իրենց զբաղձալի ծրագիրը չիրագործեն։ Հայ հասարակությունը երբեք Նիկոլին չի ընտրելու եւ ես չեմ խուսափելու սրա մասին խոսել եւ երբեք չի էլ ընտրել։ Եկեք այս շղարշից էլ դուրս գանք։ 2018 թվականը ինքը արտահերտ ընտրությունների ժամանակ ընտրվել է ատելությամբ, ես հիշեցնեմ իրենց կարգախոսը ինչպիսն էր, ասում էր մենք հանրապետականին թաղել ենք արդեն, հետեւաբար պիտի դա ընդհանրապես ձևակերպենք։ Ինքը ձևակերպեց իր զավթած իշխանության շրջանակներում 2021 թվականին Չակուջը ձեռքին տարբեր հայհոյանքներով վախեցնում էր Հայաստանի քաղաքացիներին ու գրեց այն թվերը, որ իրեն անհրաժեշտ են։ Նույնը արեց 2026 թվականին արդեն ունենալով այդ կապիտուլյացիայի նախաստորագրությունը օգոստոսի 8-ը, որով իրեն իր օտարերկրատերերը շարունակեցին այստեղ պահել եւ ցավալիորեն եւս մեկ անգամ պարտության մատնեցին հայ հասարակությանը։ Մենք էլ բավարար իմունիտետ չունենք դրան դիմագրավելու այնպես ինչպես անհրաժեշտ է։ Դուք ասիք արդյոք ընդդիմությունը կկարողանա։ Ես չգիտեմ քաղաքական ընդդիմության որ շերտերի ու շրջանակների մասին եք դուք խոսում, բայց ես վստահ գիտեմ, որ հայ ժողովուրդը եւ հայ հասարակությունը, հայ առաքելական եկեղեցու հետևորդները պիտի այդ դիմադրությունը կազմեն եւ այդ դիմադրության համար պիտի ամեն ինչի պատրաստ լինել, պաշտպանել մեր սրբությունը, մեր եկեղեցին ու մեր հավատքը։ Եթե մենք դրան պատրաստ ենք, ուրեմն կունենանք հնարավորություն, շանս ապրելու, վերապրելու եւ վերականգնելու։ Ոչ միգուցե ճակատագիրը հենց այդպես էլ պիտի լիներ ուրեմն։ Քաղաքական էս դաշտին կարծես թե խանգարում էր հանրապետականը, եթե հիշենք անդադ ասում էին Սերժ Սարգսյանն է բերել Փաշինյանին եւ այլ, մենք այս անգամ տեսնում ենք խորհրդարանում առնվազն ՀՀԿ-ն, այսպես ոչ իր անունով, ոչ որևէ դաշինքով չկա, եթե իհարկե ճիշտ չեն այն խոսակցությունները, որ ուժեղ Հայաստանի մի մասը նաեւ Սերժ Սարգսյանի, այսպես հա, կուրացիայի ներքո է։ Հիմա եթե դուք եք խանգարում, ի՞նչն է իրենց խանգարում ավելի արդյունավետ ընդդիմություն լինել։ Ինչ վերաբերվում է ուժեղ Հայաստանի կուրացիայի տակ լինելուն, դա հորինում են այն նույն մարդիկ, ովքեր 2018 թվականին հրապարակում Նիկոլին բերում էին իշխանության, ովքեր շատ ուղիղ շամպայնի շշերը սպասում էին, շամպայնի շշերը բացած սպասում են, թե երբ պիտի Սերժ Սարգսյանը հրաժարական տա, որ նշեն իրենց Նիկոլ վարչապետին, այդ նույն տրամաբանությամբ այդ նույն ստերն են տարածում եւ հիմա իրենց թքածը լիզելու, չլիզելու այդ բանը պահելով, սկզբունքը իբր պահելով շարունակում են մեզ մեղադրել։ Ինչ վերաբերվում է ում մենք խանգարում, մենք վստահ մի բանի մեկին ենք ուզում խանգարել, դա Դավաճան Նիկոլին, որը մեկ նպատակ ունի՝ Երևանն էլ դարձնել Թուրքի եւ ադրբեջանցու շահերը սպասարկելու կենտրոն։ Մնացածին ում քմահաճույքին ենք մենք, ում քիմքին է հարիր մեր կամային պայքարը, դա արդեն իրենց խնդիրն է։ Ես հասկանում եմ, որ ողնաշար չունեցող, շատ հաճախ վախեցող Նիկոլից մարդիկ իհարկե մեր կամքի եւ մեր վճռականության հետ խնդիր ունեն։ Դա ինձ հետաքրքրում է այնքան, ինչքան օրինակ այսօր առավոտյան ինչա կերել Նիկոլը։ Հասկանալի, շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, այս պահին կզրուցենք ԱԺ